Ինչ վերաբերում է ձեր հարցին, ճիշտն ասած բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նման զառանցանքներին պատասխանելու, ես առաջին հերթին կոչ կանեի մեր հասարակությանը, մեր զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, ովքեր ներդրում ունեն արցախյան գոյամարտի մեջ, չտրվել նման սադրանքների, որովհետև նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմել։ Ես ճիշտն ասած չէի ուզենա նման հարցերի անդրադառնալ, բայց հակիրճ կանդրադառնամ, ինչ վերաբերում է փախեցին, ճողոպրեցին, ուզում եմ նման խոսույթ տարածող անձանց հիշեցնել, որ ինձ թվում է խոսքը վերաբերում է վերջի ժամանակահատվածում այդ մետրոյում հայտնի մետրոյում եւ դրանից հետո կառավարության չեպազրույցում հայտարարեց այդ մասին Այո, փախածների հետ կապված։ Բայց ասում էր իշխանություններին նկատի ունեն, ոչ թե ժողովրդին։ Ուրեմն եթե դա վերաբերում է 2020 թվականի ռազմական գործողությունների պատերազմին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, տարածքներ, Ադրբեջանը Սքալի տարածքներ թե ամբողջությամբ Հայաստան մասին է խոսքը և այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որը Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են։ Մնացած գնահատականը ես թողնում եմ մեր հասարակությանը։